Պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիան այսօր քաղցկեղի ճշգրիտ ախտորոշման եւ բուժման ընթացքի վերահսկման ամենաունիվերսալ մեթոդներից է։ Այն ներառվել է քաղցկեղի բուժման բոլոր ուղեցույցներում։ Այս հետազոտության դերը գնալով աճում է ամբողջ աշխարհում։ Արժեքավոր տեղեկություններ տվող այս հետազոտության ներուժը, սակայն Հայաստանում դեռ ամբողջությամբ չի իրացվում։ Ներկայումս պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիայի դերը շատ թերագնահատված է Հայաստանի Հանրապետությունում, հաշվի առնելով ավելի շատ հղում կատարելով իր գնարժեքին։ Բայց տված արդյունքը, որը տալիս է պետը, հավատացեք, բուժման կուրսի ընթացքում ավելի շատ դառնում է մատչելի, հաշվի առնելով մյուս մեթոդների ոչ սպეციფიკությունը, ընդհանուր ուռուցքային հիվանդությունների փուլավորման եւ բուժման կուրսի գնահատման տեսանկյունից, բերում է հետագայում բուժման կուրսերի ավել կատարելուն կամ թերի կատարելուն կամ ոչ ճշգրիտ ու գրագետ տակտիկայի ընտրության։ Որն է պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիայի տարբերությունն ու առավելությունը ռադիոլոգիական այլ մեթոդների համեմատությամբ։ Նախ այն անփոխարինելի մեթոդ է քաղցկեղի ճշգրիտ փուլավորման տեսանկյունից։ Երկրորդ կարևոր կիրառությունը քաղցկեղի бужման արդյունավետության գնահատումն է։ Никакой другой метод, включая КТ, МРТ, сцинтиграфию, УЗИ, не позволит нам определить, насколько опухоль жизнеспособна. Мы можем видеть остатки опухоли на КТ, но никогда не поймем, живая она или нет. И только на это можем определить, она ответила на лечение полностью или же еще не до конца.